Բարև իմ միամիտ հայրենակից, խնդրում եմ այս տեսանյութը միջև վերջ դիտեք։ Տեսեք, թե ինչպես կարելի է մի անբարեխիղճ ինտրիգային վերնագրով ձեզ ծուղակը գցել և ստիպել նայել այս կամ այն տեսանյութը, շատ ցածր որակի և մակարդակի, ուղղակի ինտրիգային վերնագրով։ Իմ մասին ինչ ասեմ, իմ մասին կարծում եմ շատերդ շատ լավ գիտեք, իմ հիմնական ապրուստի միջոցը բժշկությունն է։ Եվ դա արժանապատիվ ապրուստի միջոց է, և ինձ մոտ դա բավականին լավ է ստացվում, այնպես որ իմ հանրային ակտիվության համար ես որևիցե մեկի հովանավորչության, չգիտեմ, պատվերների կամ այլ բանի կարիք չունեմ, իմ անունը ինձ համար, իմ արժանապատիվ կյանքը ինձ համար բարձրագույն արժեք է, և ես ջանում եմ, որպեսզի դուք նույնպես ապրեք արժանապատիվ, ունենաք արժանապատիվ կյանքի հնարավորություն և լինեք մեդիա գրագետ, ամեն ինտրիգային վերնագրի կամ, չգիտեմ, խոսքի հետևից չգնաք, լինեք մեդիա գրագետ, խնդրում եմ այս տեսանյութը նայեք միջև վերջ։ Մենք գրեթե միշտ սպառում ենք այն տեղեկատվությունը, որը տեղավորվում է մեր աշխարհայացքի մեջ։ Ավելին, տեղեկատվություն սպառելիս մենք միշտ կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք ապացուցում են մեր պատկերացումների ճշմարտացիությունը։ Ուստի միշտ հարցնենք ինքներս մեզ, իսկ որտեղից ես սա գիտեմ, որտեղից ինձ այս պատկերացումները։ Ժամանակակից աշխարհում ապատեղեկատվությունը ոչ այդքան մեզ խաբելու վրա է աշխատում, թեև անշուշտ նաև դրա։ Այլ տեղեկությունները մեր գիտակցության մեջ որոշակի լույսի ներքո տեղավորելու։ Մեր սպառած ցանկացած հաղորդագրություն ունի հեղինակ։ Միշտ հարցրեք ձեզ, բացի ինձանից, ում եւ ինչի համար է պետք, որ ես կարծեմ հենց այսպես։ Մանիպուլյացիան ու կիսաճշմարտությունը ֆիլտրելու հարցում մենք գրեթե դաշնակից չունենք, որովհետև դրանք քաղաքական պայքարի բաղադրիչներ են, համահունչ իշխանությունների եւ ընդդիմությունների կողմից ընդունված խաղի կանոնների։ Այս խնդրով չի զբաղվելու նաեւ բիզնեսը, որովհետև այստեղ շահույթ չկա։ Ավելին, մանիպուլացվող, գովազդի նկատմամբ ընկալունակ մարդը սպառողական տնտեսության հիմքն է։ Ուստի որտեղից ես սա գիտեմ եւ ում է պետք, որ երևույթները գնահատեմ հենց այսպես հարցերը հնարավորինս հաճախ տանք ինքներս մեզ, մանավանդ կասկածելի բովանդակության հանդիպելիս։ Շատ հաճախ մանիպուլյացիան տեղի է ունենում հատուկ այդ նպատակով ստեղծված կայքերի միջոցով, քանի որ այդ կայքերը ստեղծվում են առանձին վերցրած մի արշավ անելու համար ու երկարաժամկետ աշխատանքի հավակնություն չունեն, պետք է պարզապես գտնել կայքում արված առաջին հրապարակումը։ Եթե կայքի ամենահին նյութը, ասենք, մի ամիս առաջ է հրապարակվել, մեծ հավանականությամբ գործ ունենք հենց այդպիսի ռեսուրսի հետ։ Նույնը նաև սոցցանցերի ֆեյք էջերին է վերաբերում։ Հավաստանշելու ամենապարզ ձևը հիմնական լուսանկարի տեղադրման ամսաթիվը ստուգելն է։ Պետք է մի փոքր ուսումնասիրել նաև հրապարակված այլ նյութերը։ Դրանք սովորաբար հստակ քաղաքական ուղղվածություն են ունենում։ Համենայն դեպս այդպիսի էջերում դուք չեք տեսնի քաղաքական միևնույն կերպարին, եւ փառաբանող, եւ պախարակող նյութեր։ Այդպիսի ռեսուրսները սովորաբար շատանում են նախընտրական շրջաններում կամ քաղաքական լարված իրավիճակներում, ապա անհետանում կրքերի թուլացմանը զուգահեռ։ Այդպիսի կայքերը հաճախ ունենում են տարօրինակ կանոններ եւ աշխատում են արտասովոր դոմեյններով։ .am կամ .com ավանդական վերջավորության փոխարեն հաճախ լինում է .info, .news, .biz, .live եւ այլ լրատվական դաշտին ոչ այդքան բնորոշ վերջավորություն։ Ինչպես տարբերել իսկապես բարեխիղճ լրատվամիջոցները, որոնք փորձում են լինել անաչառ եւ որպես այդպիսին լսարանը մանիպուլացնելու նպատակ չունեն։ Նախ դրանց կայքերը տարիների պատմություն ունեն եւ այդտեղ կարելի է գտնել առնվազն մի քանի տարվա վաղեմության նյութեր։ Այդպիսի խմբագրությունները երբեք չեն թաքնվում։ Կայքում կա առնվազն հետադարձ կապի հեռախոսահամար, որով կարելի է զանգել եւ ձեզ կասկածելի թվացած հոդվածի վերաբերյալ տալ ձեզ ուզող հարցերը։ Այդպես վարվել ոչ միայն կարելի է, այլև խիստ խրախուսելի։ Լրագրողներն իրենց ընթերցողների հետ սովորաբար հաճույքով են շփվում։ Այդպիսի լրատվամիջոցների կայքերում երբեմն լինում են տեղեկություններ գլխավոր խմբագրի եւ անգամ լրատվամիջոցի որդեգրած էթիկական վարքականոնի ու ֆինանսական աղբյուրների մասին։ Հոդվածները հիմնականում անանուն չեն, այլ ստորագրված հեղինակի կողմից։ Եթե այս ամենը չկա, փորձեք որոնել կասկածելի թվացած հրապարակման աղբյուրը who.is կամ համանման համակարգերում։ Այդտեղ պահվում են տեղեկություններ կայքը գրանցած մարդու կամ կազմակերպության մասին։ Մտնում ենք օրինակ who.is եւ որոնման տողում փնտրում կասկածելի թվացած կայքի հասցեն։ Մեծ հավանականությամբ այդտեղ դուք կգտնեք խմբագրության հասցեն, հեռախոսահամարը եւ տեխնիկական պատասխանատուին, ում կարող եք փորձել նաեւ սոցցանցերում գտնել, ապա իր միջոցով նաեւ լրատվամիջոցի այլ աշխատակիցների։ Սակայն պետք է նշել, որ վերջին շրջանում այս տեղեկությունները սկսել են թաքցնել նաեւ հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ, եւ նրանց էլեկտրոնային հասցեները այս կամ նման գործիքներով ուսումնասիրելիս արժեքավոր տվյալ ստանալն այլևս անհնար է։
Ցավոք սրտի, հաճախ մանիպուլյացիա եւ կիսաճշմարտություն տարածում են նաեւ պատմություն ունեցող եւ կարծես թե նորմալ լրատվամիջոցները։ Եթե ձեզ համար կասկածելի բովանդակություն այդպիսի լրատվամիջոցում եք հանդիպել, կրկին արժե մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրել վերջին շրջանի այլ հրապարակումները։ Բացառված չէ, որ ձեզ անհանգստացրած հրապարակումը այդ լրատվամիջոցի վերջին շրջանի դիրքորոշումն է։ Բոլոր նյութերը կարդալ պետք չէ, ավելի հեշտ է ուսումնասիրել խմբագրության վիդեոարտադրանքը։ Ամեն կայք օրական շուրջ 100 լուր եւ հոդված է թողարկում, իսկ վիդեոները ամեն օր 2 կամ 3-ն է։ Ու վիդեոներով կողմնորոշվելը պարզապես ավելի հեշտ է։ Ուղղակի տեսեք, թե ում է այս կամ այն խմբագրությունն առավել հաճախ հյուր հրավիրում եւ խոսափող տրամադրում։ Գուգլեք ձեզ կասկածելի թվացած հրապարակման հեղինակին կամ կայքի խմբագրին։ Երբեմն պարզագույն այս գործողությունը անհավանականորեն արդյունավետ է եւ կարող է հիշեցնել, թե ինչով է այս կամ այն դերակատարը զբաղվել տարիներ առաջ, ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել եւ այլն։ Պետրեգիստրի կայքում որոնեք ձեզ հետաքրքրած անուն ազգանունը պարզելու համար, թե ինչ բիզնեսների կամ կազմակերպությունների հետ է տվյալ անձը կապված։ Շատ արդյունավետ գործիք է։ Բացում ենք e-register.am, ձախ մենյուում գտնում ենք կատարել որոնում կոճակը եւ սկսում փնտրել։ Համակարգը եւս մարդկանց է որոնման հնարավորություն տալիս, եւս կազմակերպությունների։ Առաջին անգամից գուցե շատ լավ չստացվի, բայց մի քանի անգամ փորձելուց հետո վստահորեն կգտնեք այստեղ կողմնորոշվելու ձևը։ Եթե հետաքրքիր որևէ բան չգտաք, փորձեք հասկանալ ձեզ հետաքրքրած անձի փոխկապակցվածությունները։ Գուցե ձեզ անհանգստացած հրապարակման հիմքում ոչ թե հենց հեղինակի, այլ նրա մերձավորների գործերն ու շրջապատն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի elections.am-ի ընտրողների ռեգիստրի միջոցով գտեք նույն բնակարանում գրանցված մարդկանց։ Գուցե օրինակ պարզվի, որ կասկածելի հոդվածի քննադատության թիրախը օրինակ հեղինակի մերձավորներից մեկի մրցակիցն է։ Մտնում ենք www.elections.am, աջ մենյուում սեղմում ընտրողների ռեգիստրը եւ սկսում որոնել։ Լրացնում ենք անուն, ազգանուն եւ մեզ հայտնի այլ տվյալներ։ Անուն ազգանունները հաճախ համընկնում են ու այստեղ կողմնորոշվելը մի փոքր ավելի բարդ է, բայց սա շատ արժեքավոր գործիք է ու լրագրողական հետաքննությունների ճնշող մեծամասնությունը հենց այստեղից էլ սկսվում է։ Telegram-ի, Viber-ի եւ այլ մեսենջերների մեջ ստուգեք հրապարակված հեռախոսահամարները։ Արդյունքները երբեմն շատ հետաքրքիր են լինում։ Բացառված չէ, որ խմբագրական հեռախոսահամարը համընկնի օրինակ կուսակցություններից որևէ մեկի հեռախոսահամարի հետ, նույնը հասցեների պարագայում։ Ու երբեք մի տարածեք այն հրապարակումները, որոնց բովանդակությունը կամ աղբյուրը ձեր աչքին կասկածելի է թվացել։ Ապա տեղեկատվության ու մանիպուլյացիայի հիմնական վնասը ոչ այդքան բուն հոդվածն է առաջացնում, որքան դրա վիրուսային տարածումը։ Այդպիսի հրապարակումներ տարածելիս դուք պատկերացում եք չունեք, թե ում խաղն եք խաղում։ Նույնիսկ այն դեպքում, երբ տարածվող հրապարակման ասելիքը լիովին համընկնում է ձեր աշխարհընկալման հետ։ Ավելին, հաստատում դրա ճշմարտացիությունը։